հանրապետի գործով այլ կառույց պետք է զբաղվի։ Կներեք, մի բան ասեմ, այդ ելույթի ժամանակ 3 անգամ Նիկոլ Փաշինյանը ինքը իրան հերքում է։ Նույն ելույթի ժամանակ, կներեք, նույն ելույթի ժամանակ ասում է, որ ես տեղյակ չեմ, հետո սկսում եմ մանրամասն անդրադառնալ այդ թեմային։ Վերջում է նույն այդ դրա շրջանակում ասում է, ես պիտի չանեմ, Տիգրան Ավինյանը պիտի անի օրինակի համար քայլեր։ Բայց մի բանը փաստ է, որ իրենք գործընկերներ են Հանրապետություն կուսակցության հետ։ Եվ ինչ զուգահեռ նաև իրանք ընդհանուր գծեր ունեն։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք կոռուպցիայի մանկապարտեզից, իրանք ասում են ակտերը չենք ստորագրել, անցել է 10 օր երևի, մի հատ այս շենքը մտեք ասեք այդ ակտերն ուր է, մտ հրապարակեք։ Պաշտոնապես դիմել են որ տան, առ այսօր չեն տվել, որ ապացուցեմ։ Ես համոզմունք ունեմ, որ իրենք 200 միլիոն ու ավել երևի ստորագրել են դրա տակ օրինակի համար։ Հենց կոռուպցիայից սկսում ես, իրանք սկսում են ընկնել հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղել։ Երբ որ մենք սկսեցինք խոսել կոռուպցիայից, մանկապարտեզի խնդրից, Լիլիան Արմի խնդրից, իրանք այս ամբողջ պատմությունը սարքեցին Հանրապետություն կուսակցության հետ։ Երեք երկու պատգամավոր հարցնում են մեր վերաբերյալ հստակ։ Ասում են ինչ ա եղել մանկապարտեզը կոռուպցիան ու դու մենք տեսանք ինչ մի հատ մեծ հիստերիա աղմուկ բարձրացավ, այսինքն բոլորը մոռացան, որ այս ամբողջը գալիս է կոռուպցիայից, հենց կոռուպցիան խոսում ես, ի ցույց ես դնում այդ թալան ամեն ինչը, իրանք սկսում են հակառակն անել։ Նիկոլ Փաշինյանի ելույթը խնդրում եմ, դրեք միջև վերջ լսեք, 3 անգամ ինքը հակասում է ինքը իրեն, ասում է տեղյակ չեմ, հետո ասում է չէ, քննարկումը եղել է, այստեղ եղել են իրար հետ։ Հետո ասում է չէ, իրանք իրար հետ արել են, իրանք են որոշել ինչ պետք լինի, ոնց պետք լինի, հասկանում եք, ու արդեն այստեղ ակնհայտ է դառնում, որ Հանրապետություն կուսակցություն, կեղծ ժողովրդավարները եւ ԿՊ-ն մի մանմին, մի հոգի են իրանք ու վերջ։ Այդ ուղղակի Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որ դուք ասում եք, դա տենց է։ Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիայից, իրանք ամբողջությամբ ուղղությունը շեղում են լրիվ ուրիշ ուղղությամբ։ Փողերն ուրա, երեխեքը սեպտեմբերից պիտի գնային մանկապարտեզ, որ երեխեքը մանկապարտեզ չեն գնում, դրա պատասխան տվողն ով է, ժողովուրդ հասկանում եք։ Եվ դա միակ մանկապարտեզը միակը չի, շուտով տես մանկապարտեզների շարք անցկացնենք, չէ՞, պարոն Շախյան, ու դուք համոզվեք ինչ խայտարակ վիճակ է։ Կարմիր գծերը թանկացնում են, ասում են ասֆալտ են, բան են, մանկապարտեզ են կառուցում։ Գույքարկը թանկացնում են, ասում են մանկապարտեզ են կառուցում։ Ինչ անում են, ավտոբուսը թանկացնում են, ասում են, բա մանկապարտեզ մենք չկառուցենք։ Բայց այդպես չեն կարում կառուցել։ Ու գնում նայում ենք, ասում ենք, էս չի ձեր կառուցածը։ Էս չի ձեր կառուցածը, ժողովուրդ հասկանում եք, ու նորից եմ կրկնում, կամ որ խոսում են, ասում են վարչական շրջանի տիրույթում չէ։ Եթե իրանք կարդալ է, չգիտեն, խորհուրդ կտամ Երևանի մասին օրենքը կարդացեք։ Երեք լավ է, Տիգրան Ավինյանը բացահայտ ասեց, իմ ներկայացուցիչները վարչական շրջանի ղեկավարներն են, այդքան է ճիշտ։ Առողջություն համեր։ Այսինքն ես այդ դրան եք անդրադառնում, այդ ավարտեմ, այսինքն փաստ է, չէ՞ որ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչը այդ մարդն է։ Իսկ քաղաքում կատարվող ամեն ինչի պատասխանատուն Տիգրան Ավինյանն է։ Եվ ես նորից եմ կրկնում, այն մարդիկ քաղաքային իշխանության կլինեմ ես, թե ստեի կանգնած հասարակին ինչ որ մի հատ աշխատող, որը կտեսնի, որ մեր հարկատուների ձեր ժողովուրդ բոլորի վճարած փողերը այտենց փոշիացնում են, այդ վիճակում մանկապարտեզը, այդ մարդիկ բարոյական արժեհամակարգի հետ խնդիր ունեն։ Եվ բարոյական արժեհամակարգ այստեղի հետ է կապված, հասկանում եք։